Ծաղկազարդի տոնին Սուրբ Աննա եկեղեցում պատարագի ժամանակ Նիկոլ Փաշինյանի մուտքից հետո տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված 18-ամյա Դավիթ Մինասյանը կալանավորվեց 2 ամսով դատարանը բավարարեց քննչականի միջնորդությունը։ Որոշումը կայացրել է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը։ Հիշեցնենք, որ Ծաղկազարդի օրը պատարագի ընթացքում Նիկոլ Փաշինյանի ՔՊԱ-ականների անվտանգության աշխատակիցների մուտքից հետո Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի մասնակից դպրոցական եղբայրների նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել։ Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի ներկայությամբ միջադեպի առնչությամբ 3 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Նշենք, որ դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ 2 ամիս կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանի մայրը իմանալով որդու նկատմամբ ընտրված խափանման միջոցի մասին դատարանի բակում վատացավ։ Առաջին օգնություն ցուցաբերել շտապեցին փաստաբաններն ու նրա կողքին եղած մարդիկ։ Գայուշ ցավդ տանեմ, կրկնում էին նրան օգնություն ցուցաբերողները։ Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էլջեքչյանը վիրահատվում է, այս մասին հայտնել է նրա կինը Լինդան։ Ես իսկապես հույս ունեմ, որ Վիգենի վիրահատությունը բարեհաջող կանցնի։ Ուզում եմ, որ բոլորը կարողանան աղոթել նրա համար։ Նա արժանի է մեր բոլորի աջակցությանն ու աղոթքներին, նշել է կինը։ Հիշեցնենք, որ գերությունից վերադառնալուց հետո Վիգեն Էլջեքչյանը անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց, երկար ժամանակ նրա վզին ֆիքսատոր էր ամրացված։ Պանորամայեմին էլ ավելի վաղ նրա կինը հայտնել էր, որ Վիգենը ունի առողջական խնդիրներ։ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված գործողությունների արդյունքում պարզվել է, որ ամուսինը համատեղ կյանքի ընթացքում պարբերաբար ֆիզիկական ուժեղ ցավ եւ հոգեկան ուժեղ տառապանք է պատճառել կնոջը, նրան հասցնելով ինքնասպանության։ Բացի այդ, նախաքննության ընթացքում նաեւ պարզվել է, որ ամուսինը ապօրինի ձեռք է բերել եւ իր բնակության վայրում պահել ռազմամթերք հանդիսացող 38 հատ մարտական փամփուշտ։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ վերջին նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում քրեական օրենսգրքի ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, ինքնասպանության հասցնելը, հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի եւ այլ նյութերի սարքերի առարկաների ապօրինի շրջանառությունը։ Երևանի թիվ 94 մանկապարտեզի սաների ծնողներն էլ բողոքի ակցիա են իրականացնում, պահանջելով տնօրեն Փառանձեմ Միրիբյանի հրաժարականը։ Ըստ ծնողների, տնօրենի պաշտոնավարման 1.5 տարվա ընթացքում հաստատությունում ստեղծվել է անառողջ մթնոլորտ, որի հետևանքով ավելի քան 10 մանկավարժներ ինքնակամ հեռացել են աշխատանքից։ Ծնողները պնդում են, որ դաստիարակները հեռանում են վախի եւ տնօրենի կողմից հնչեցված անվայել վիրավորանքների պատճառով։ Ակցիայի մասնակիցների խոսքով ազատված մասնագետների փոխարեն տնօրենը աշխատանքի է ընդունում իր բարեկամներին։ Նշվում է, որ մանկապարտեզի դռները 2 ամիս փակ են եղել, ինչը լրացուցիչ բարդություններ է ստեղծել երեխաների ընդունման ու տուն ուղարկելու հարցում։ Բողոքող կողմը հայտնում է, որ վարչական շրջանի պատասխանատուներին դիմելը արդյունք չի տվել, եթե տնօրենը չհեռանա, շուրջ 190 ծնող պատրաստվում են երեխաներին տեղափոխել մանկապարտեզից հանուն նրանց հոգեբանական ապահովվածության։ Իսկ դուք ավելին իմանալու համար հետևեք Պանորամայեմին եւ բաժանորդագրվեք մեր ալիքին։